Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, Տիկին Յոլյան, այսօր այս դահլիճում ամեն ինչի մասին խոսվեց, բացի շրջակա միջավայրի պահպանությունից կամ բնապահպանական խնդիրներից, անգամ դուք քանի որ աշխատել եք համայնքային ուրեմն ղեկավար կազմում, ձեր բացման խոսքը շատ ավելի կամ գրեթե բնապահպանական որևէ թեմայի չէր անդրադառնում, պարոն Ղազինյանի ելույթը որոշ դրվագներ անգամ բնապահպանությանը վերաբերվում էին, եւ ես հիմա ձեզ հարց չեմ տալի որպես Գորիսի բնակչի, ձեզ հարց եմ տալի մի մարդու, ով հավակնում է տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովի նախագահ լինել, անգամ այսօր պարոն Սերգեյ Բագրատյանը ձեզ Սևանա լճի էկոհամակարգի կամ Սևանա լճի խնդիրների մասին հարց տվեց, այդ հարցը բաց մնաց, եկեք sense ձևակերպեմ, օրինակի համար դուք գիտեք էկոհամակարգը որն է, ինչ բաղադրիչներից է կախված օրինակ Սևանա լճի էկոհամակարգը կամ ես իմիջ կենտրոնանամ Սևանա լճի վրա, ես ընդհանրապես կուզենայի դուք առանձնացնեիք մեկ բնապահպանական խնդիր, դրա լուծման ձեր պատկերացումը ներկայացնենք, որպեսզի օրինակ ես հասկանամ դուք որպես հանձնաժողովի նախագահ, իհարկե հանձնաժողովի նախագահան մասնագիտական աշխատանք չի, բայց քանի որ մենք օրենսդրության մշակման աշխատանք պետք է իրականացնենք, որևէ պատկերացում պետք է ունենալ։ Եթե Սևանա լճի վրա չկենտրոնանանք, խնդրեի մեկ բնապահպանական խնդիր ասեիք եւ դրա լուծման ձեր պատկերացումը ասեիք, որ մենք հասկանանք, թե դուք ինչքան խորն եք ճանաչում բնապահպանությունը կամ դրա հետ կապված խնդիրները։ Պարոն Սիմիդյան, բնականաբար ես մասնագետ չեմ ոլորտի եւ հետեւաբար համայնքի մակարդակից ձեր հարցմանը նաեւ իմ նախորդ գործունեության ընթացքում ունեցած փորձառության համատեքստում կներկայացնեմ։ Իմ ինքնակենսագրականը, երբ որ գործընկերս ներկայացնում էր, այնտեղ նշված է, որ ես Լեհաստանում օրինակ ուսումնասիրել եմ, թե ինչպես են աղբահանության ծառայությունը մատուցում համայնքները եւ ինչպես է օրինակ աղբահանությունը համայնքին բերում լրացուցիչ եկամուտ ստանալու հնարավորություն։ Դա լավագույն գործիքակազմ է, ես ինքս մասնակցել եմ ռազմավարության մշակման գործընթացի, թե ինչպես այդ փաստաթուղթը կա, հարկ եղած ժամանակ կարող եմ տրամադրել այս հանձնաժողովին որպես լավագույն մոդել լեհական փորձի ուսումնասիրության հիման վրա, ինչպես կարող ենք համայնքներում աղբահանությունը դարձնել եկամուտ բերող հնարավորություն։ Օրինակ սարքավորումների միջոցով շինարարական աղբը ինչպես են կարողանում մանրացնել եւ օգտագործել շինարարության մեջ կամ վաճառել։ Նույն փորձառությունը ունեմ նաեւ արևային էներգիայի հետ կապված։ Այսօր Հայաստանում ուսումնասիրել եմ Գերմանիայի փորձը մի շարք քաղաքներում եւ դա լավագույն հնարավորություն է նաեւ համայնքների համար, ինչպես կարող են էներգախնայող ծրագրերի արդյունքում համայնքների համար բերել լրացուցիչ եկամուտներ։ Եվ նաեւ իմ խոսքի նախաբանում այդ մասին նշել եմ, որ համայնքային ենթակայության շենքշինությունները, եթե ունենան այդ հնարավորությունը արևային կայաններ տեղադրելու, դա բացի նրանից, որ հնարավորություն է տալիս համայնքին լինել ինքնաբավ, հնարավորություն է տալիս հետագայում լրացուցիչ եկամուտներ ունենալ։ Խնդիրները բազմազան են, սկսած հանքարդյունաբերության ոլորտի պետք է հանրային քննարկումներ իրականացնել, հասկանալ ինչ մեխանիզմներով է հնարավոր գործարկել այնպիսի մեխանիզմներ, որոնք ամենակիչ վնասը կարող են բերել այդ համայնքներում բնակվող բնակիչներին։ Մյուս կողմից համայնքներին տալ լրացուցիչ եկամուտներ ստանալու հնարավորություններ, այդ թվում սոցիալական պատասխանատվության շրջանակում։ Շարունակեմ, քանի ժամանակ կա, ջրային ռեսուրսների կառավարման հետ կապված, ոչ միայն Սևանի մասին է խոսքը, նաև տարբեր համայնքներում կլիմայի փոփոխության պայմաններում դրա լավագույն լուծումը, այդտեղ էլ ես ունեցել եմ միջազգային կազմակերպությունների հետ աշխատելու փորձառություն, մեմբրանային ջրամբարներ կառուցել, որպեսզի սեզոնային ժամանակահատվածում ոռոգելի
ամբարներ կառուցել եւ հնարավորություն տալ, որպեսզի գյուղատնտեսության բուռն սեզոնի ժամանակ որևէ խնդիր չլինի։ Այս մասին կարող եմ ժամերով խոսել, որևէ խնդիր չկա, բայց նորից եմ կրկնում, ես խիստ մասնագետ չեմ։ Ժամերով չեք կարող, ժամանակն ավարտվեց, պարոն Սիմիցյան, համեցեք։ Ես երկրաբան եմ, մի քիչ մասնագետ եմ բնապահպանության այն կողմից, բայց եթե վերջում ջրային ոլորտին չանդրադառնայիք, ցավոք մենք էլի բնապահպանական որևէ խնդիր չէինք քննարկած լինի, քանի որ օրինակի համար գործադիր կառավարման համակարգը եթե դիտարկենք, թե աղբահանությունը, թե էներգետիկան, թե ուրեմն ընդերք օգտագործման լիազոր մարմինը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն է։ Այսինքն ես խոսում եի բնապահպանական խնդիրների մասին, դուք երեք ոլորտի կամ ուղղությունների մասին խոսեցիք, որ դրա լիազոր մարմինը օրինակ գործադիր իշխանություն տարածքային կառավարման նախարարությունն է եւ բնապահպանության նախարարությունը դրա հարակից, այսպես ասած, գործառույթ իրականացնող մարմինն է։ Ես իհարկե մեր խմբակցությունը կկողմնորոշվի եւ դիրքորոշում կհայտնի, բայց ելի եմ կրկնում, եթե վերջում ջրային ոլորտին ուղղակի անդրադարձ չանեիք, մենք բնապահպանական որևէ խնդրի չէինք անդրադառնա, ես ըստ էության արձագանքի պարագայում հարց չունեմ, իմ համոզմունքը մնաց նույնն է։ Պարոն Սիմիցյան, ես դրա համար ի սկզբանե ասեցի, որ առաջին հերթին, քանի որ համայնքների խնդիրների մասին ենք խոսում եւ աշխատանքը ըստ էության վերաբերելու է դրան, ես ներկայացրեցի նաեւ այն ոլորտները, որոնք համայնքներում այո բնապահպանական խնդիրներ են առաջացնում, բայց մասնագիտական առումով, ավելի խորքային առումով շատ լավ է, որ հանձնաժողովում կան մասնագետներ, ովքեր կարող են իրենց փորձը բերել, վերջի վերջո սա մասնագիտական ունակությունների մրցակցություն չէ, բազմապրոֆիլ հանձնաժողովի համատեքստում, որովհետեւ հանձնաժողովը, նորից եմ կրկնում, ինքը բազմապրոֆիլ է եւ շատ կարեւոր է, որ անդամները ոլորտային իմաստով ունենան փորձ, հնարավորություն եւ իրենց աշխատանքով նպաստեն համայնքների զարգացմանը։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։